Ուսումնասիրելով առաջին Կորինթացիների 14-րդ գլուխը, արդեն 4-5 շաբաթներ ուսումնասիրում ենք, սոցցանցերում բազմաթիվ հարցումներ եղավ, քննադատություններ եղավ, թե գիտեք սխալ եք մեկնաբանում, ապա տեսեք Հռոմեացիների 8-րդ գլուխ 26 համարը խոսում է լեզուներով խոսալու մասին եւ այլն, կան նաեւ որոշները, ովքեր որ ընդունեցին մինչև հիմա կապեր են հաստատում իմ հետ, էլ ավելի իմանալ ճշմարտությունը, որոնց համար փառք Տիրոջ է։ Եվ այսօր եզրափակելով այս լեզուների թեման, պետք է խոսանք նաև հենց Հռոմեացիների 8-րդ գլուխ 26 համարի մասին, բայց համարը շատ թերի եւ տկար կլինի, եթե մենք ընդհանուր Հռոմեացիների 8-րդ գլխի բովանդակությունը չնայենք եւ ինչպես մեր սովորությունն է, տեքստը կոնտեքստի մեջ պետք է նայենք, որովհետեւ եթե կոնտեքստից դուրս են գալիս, յուրաքանչյուր համար, ծննդոցի առաջի համարից սկսած մինչև հայտնության վերջին համարը, մենք տալիս ենք ալեգորիկ մոտեցումներ, այսինքն ոչ հեղինակի միտքն ենք մեկնաբանում, այլ մեր մարդկային մտքերը։ Հիմա տեսեք, մինչև մեր թեմային անցնելը պետք է շատ ուղղակի արագ անցնենք Հռոմեացիների 8-րդ գլուխը մինչև 17 համարը։ Ես բոլոր համարները չեմ կարող կարդալ, բայց կտամ որոշակի մեկնաբանություններ, դուք պետք է լինեք հետևողական եւ նաեւ կխնդրենք մեզ հետևողները նույնպես նույն բանը պահպանեն, հա, նույնպես հետևեն գրքով, որպեսզի իրենց համար ավելի հստակ հասկացողությունը հասնի տեղ։ Որոնք տեսեք 8-րդ գլուխը առաջին համարից սկսած, հա, խոսում է հաղթանակի եւ ազատության եւ Սուրբ Հոգու մասին։ Միայն այս գլխում Սուրբ Հոգին հիշատակվում է 20 անգամ։ 1-ից 4 համարներում Պողոսը խոսում է այն մասին, որ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Հիմա ասում է հետևաբար դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Առաջին համարում տեսնում ենք իրավական փաստարկում, որ դատը ավարտվել է, այսինքն մեր համար էլ դատ գոյություն չունի, իսկ մեղադրանքը չեղարկվել է, մեզ էլ ոչ ոք չի մեղադրելու։ Եվ 2-ից 4 համարներում տեսնում ենք, որ նոր օրենքը հաղթեց հին օրենքին։ Կարդամ, հա, որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ եղող կյանքի հոգու օրենքն ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Բայց հաշվի պետք է առնենք, որ քանի որ դեռ գտնվում ենք մեղավոր մարմնի մեջ, այդ մեղքը դեռ ազդեցություն ունի մեր վրա։ Դա ուրեմն նկատում ենք հենց երկրորդ համարի վերջում, մեղքի եւ մահվան օրենքից արտահայտությունից։ Երրորդ համարում տեսնում ենք Մովսեսի օրենքի անկարողությունը, այսինքն խնդիրը օրենքի մեջ չի, այլ մեր մեջ է խնդիրը, որ չենք կարողանում կատարել Աստծո օրենքը։ Դրա համար այս ծանրացած անլուծելի խնդրի լուծումը տեսնում ենք 3-4 համարներում։ Կարդամ, որովհետև այն ինչ օրենքը չէր կարող անել, նրանով, որ այն թույլ էր մարմնավորի պատճառով, Աստված իր որդուն ուղարկելով մեղսունակ մարմնի նմանությամբ եւ մեղքի համար դատապարտեց մեղքը մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ մարմնականին չենք հետևում, այլ հոգուն։ Հաջորդ 5-ից 17 համարներում տեսնում ենք հոգով ապրելակերպի նկարագրությունը։ Տեսնում ենք, որ Պողոս առաքյալը երկու հակադրություն է ներկայացնում կյանքի ապրելակերպի միջև եւ գլխավոր տերմինը, որը օգտագործում է, դա մարմնավոր եւ հոգեվոր բառերն են։ Դրա համար ասում ենք, որ մարմնավոր մարդը մտածում է ըստ մարմնական ցանկությունների եւ այդպիսի մտածողության արդյունքը մահն է։ Խնդիրն այն է, որ այս մտածողության ձևը առաջացնում է թշնամանք Աստծո հանդեպ։ Եվ 5-րդ համարում գլխում Պողոսը արդեն խոսել էր, որ մինչ մեր դարձի գալը մենք Աստծո թշնամիներ ենք։
Եվ 7-րդ համարում ինչ ենք տեսնում, հա, կարդամ, քանի որ մարմնավոր միտքն Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող։ Իսկ հոգևոր մտածողությունը մտածում է ապրել հոգևորի մասին եւ դրա արդյունքն էլ խաղաղությունն է, հենց ասում է 8-րդ համարում։ Եվ 9-ից 11 համարներում տեսնում ենք հոգու ներբնակեցումը։ Եվ ասում է, եթե Աստծո հոգին ձեր մեջ է ապրում, ուրեմն այլ մարմնական ցանկություններով չենք ապրում, 9 համարը։ Եվ երկրորդ մասը, ուրեմն եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, ասում է նա նրանը չէ։ Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք հոգու ներկայության մասին, մենք պետք է հասկանանք փրկարար հարաբերությունների մասին։ Տեսեք, մենք ըստ Աստծո խոսքի գիտենք, որ Աստված ամենուրեք է, Աստծո հոգին ամենուրեք է, ճիշտ է։ Այդ պատճառով վստահ կարող ենք լինել, որ Աստծո հոգին անգամ անհավատների մեջ կա, բայց քանի որ նրանք չեն ճանաչում Աստծուն, Աստված էլ չի գործում նրանց միջոցով, քանի որ նրանք չեն ճանաչում Աստծո Սուրբ Հոգուն, հետևաբար չեն կարող հարաբերություն ունենալ, հաղորդակցվել հոգու հետ, հնազանդվել հոգուն եւ առաջնորդվել հոգով։ Այդ պատճառով ասում ենք, որ հոգին չունեն։ Իսկ երբ մենք տեսնում ենք, որ առաջնորդվում, հնազանդվում է խոսքին, այսինքն հոգին ներգործում է, ասում ենք հոգին ունի, 10-րդ համարը։ Եվ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, իսկ հոգին կենդանի է արդարության համար։ Այսինքն տվյալ մարդուն, երբ որ տեսնում ենք մեղքից փախչելուց, արդարություններ գործելուց, մենք արդեն տեսնում ենք այս մարդը հնազանդվում է խոսքին, հետևաբար ասում ենք հոգին ունի։ Եվ եթե այս վստահությունը ունենք մեր մեջ, որ հոգին մեր մեջ է, այսինքն վստահ ենք մեր հաղորդակցության մեջ, հնազանդության մեջ, հավատի մեջ, մարմնական ցանկություններով չենք ապրում, այսինքն սա ապացույցն է մեր վերստին ծնունդի։ Այսինքն մենք ունենք նույն հոգին, ով հարություն էր տվել Հիսուս Քրիստոսին։ 11 համարում է բացատրում։ Այդ պատճառով մենք ասում ենք, որ հավատացյալը ունի այն վստահությունը, որ բոլոր գործիքները մինչև վերջ հարատևելու համար ունի այդ բոլոր գործիքները։ Դրա համար նա կարող է մտածել եւ գործել Աստծուն հաճելի ձևով։ Եվ 12-13 համարներում տեսնում ենք պարտականությունը։ Պողոս անում է 3 պնդում։ Մենք պարտական չենք մարմնին, ասում է։ Այսինքն էլ ոչինչ պարտք չենք մարմնին, հա, 12-րդ համարը։ Ուրեմն եղբայրներ, մենք պարտական չենք մարմնին ըստ մարմնի ապրելու։ Եվ հաջորդ համարում 2 պնդում է անում, 13 համարում, հա, որովհետև եթե մարմնավորապես ապրեք, կմեռնեք, իսկ եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք։ Դրա համար հավատացյալը չի կարող ապրել անհավատի կյանքով, նույնպես անհավատը չի կարող ապրել հավատացյալի կյանքով։ Բայց հին կոշիկները երբեմն հագնում ենք, քանի որ այդ գայթակղությունը դեռ ներկա է մեր մեջ։ Այսինքն պարտավորվածությունը չկա մարմնի համար, բայց պայքարը կա մարմնի դեմ, որ սպանենք մարմնի գործերը։ Եվ 14-ից 17 համարներում տեսնում ենք որդեգրությունը։ Պողոս անում է այսպիսի արտահայտություն 14-ից 15 համարներում։ Տեսեք, որովհետև ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները, որովհետև դուք կապանքի հոգի չստացաք, որ նորից վախի մեջ լինեք, այլ դուք որդեգրության հոգին ստացաք, որով մենք աղաղակում ենք Աբբա Հայր։ Դա մեր կյանքն էր մինչև ապաշխարությունը, եւ այստեղ Պողոս օգտագործում է արամերեն արտահայտությունը, որը ընդգծում է հարաբերությունների մտերմության մասին, որով մենք աղաղակում ենք Աբբա Հայր։ Այսինքն Սուրբ Հոգու ներբնակությունը մեր մեջ տալիս է վստահություն մեր հոգուն, որ մենք Աստծուն ենք պատկանում։ 16 համարը հոգին ինքը վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եվ սա վկայում է նաև այն մասին, որ մենք ունենք ժառանգությունը 17 համարում։ Եվ եթե որդիներ, ապա նաև ժառանգորդներ,
Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Եթե հաղորդակից լինենք նրա չարչարանքներին, ապա նրա փառքին էլ հաղորդակից կլինենք։ Ոնց որ 5-րդ գլխում առաքյալը ասում էր, մենք արդարացված ենք, մենք ունենք հույս, մենք ունենք խաղաղություն, բայց նաև ունենք նեղություններ եւ ցավեր։ Այսինքն սրբացման ծրագիրը կներեք իր մեջ ներառում է չարչարանք, տառապանք եւ ցավեր։ Եվ այդ process-ից մեզ դժվար է փախչել։ Պողոսը հիշում եք ասում էր, ովքեր ուզում են Աստված պաշտության կյանքով ապրել, պետք է հալածանք կրեն։ Այո, Քրիստոսին հետևելը իրենից ենթադրում է որոշ չափով տանջանքներ, բայց վերջնական նպատակը, որ մենք գնում ենք, դա փառավորումն է։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Աստված իր սկսած գործը ավարտին կհասցնի, ինչպես ասում է Փիլիպպեցիների 1:6 համարում։ Եվ սա ամուր վստահություն է, վստահություն, որ եթե Քրիստոսը մեզ համար մեռավ, ուրեմն նա էլ մեզ կհասցնի վերջնական նպատակին։ Եվ այս վստահության մասին նաև խոսում է 8-րդ գլխի վերջին համարում, 35-39 համարում, որ ոչ մի բան մեզ չի կարող բաժանել, չէ, սովը, մահը, կյանքը, սատանեն իր իշխանություն, դևեր, ով ուզում ալնի, ինչի, որտեղ այս ամենը Քրիստոսի մեջ է, 39 համարի վերջի մասում։ Եվ 17 համարով վերջացնում է սրբացման քննարկումը եւ 18 համարից խոսում է չարչարանքի, տառապանքի եւ փառքի մասին։ 17 համարը շատ կարևոր է հիշել, որովհետեւ սերտ կապված է մեր թեմայի հետ, եթե հաղորդակից լինենք նրա չարչարանքներին։ Հիմա 18 համարից Պողոսը տալիս է մի պատկեր, որ վերստին ծնված մարդը, այո, անցնում է տառապանքի միջով, բայց գալիք փառքի դիմաց այդ նեղությունները, հալածանքները ոչինչ են։ Եվ նեղությունների ժամանակ սա մեծ մխիթարական խոսք է, որ այդ տանջանքների ժամանակ Սուրբ Հոգին մեզ մենակ չի թողնում այդ ընթացքում։ Եվ ինչպես մեր դասախոսը կասեր, նեղությունների ժամանակ դա մեզ օգնում է, որ մեր քթից մի քիչ այն կողմ նայենք։ Այսինքն, ինչ կատարվում է տվյալ պահին մեր հետ, պետք է հիշենք, որ այսքանով չի ավարտվում, այլ առջևում կա գալիք փառքը։ Հիմա եկեք կարդանք 18-ից 27 համարները եւ հերթով նայենք։ Թեպետ ասեմ, որ այս մինչև 27 համարները կարելի է 3 քարոզ տալ, շատ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար, պարզապես ես ուզում եի այս մի քարոզի մեջ ներառեի այս բոլոր թեման, որ մարդիկ տեսնեն, թե որ այս երկու բառը, որ իրենք հանում են տեքստից, սա աստվածային մոտեցում չէ, որ ասում են Սուրբ Հոգին, հա, հեծեծանքով բարեխոսում է, սա հրեշտակի լեզու է եւ այլն, որ տեսնեն մարդիկ այս գլխավոր կապը մեկը մեկու հետ եւ ալեգորիկ մոտեցումներով չմոտիկանան Սուրբ Գրքին։ Դրա համար ես արժանի էր այս քարոզել եմ ասում 3-4 պատգամ տալ, բայց մենք պետք է խտացնենք հնարավորինս, որպեսզի ամբողջ պատկերը կարողանանք տեսնենք։ Հիմա եկեք 18-ից մինչև 27 համարները կարդանք։ Որովհետև ես կարծում եմ, ներկա ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որ մեր մեջ պիտի հայտնվի, որովհետև ստեղծվածները մեծ ակնկալությամբ սպասում են Աստծո որդիների հայտնվելուն, որովհետև ստեղծվածներն ունայնության ենթարկվեցին ոչ թե կամովի, այլ այն պատճառով, որ նա ենթարկեց նրանց, այն հույսով, որ ստեղծագործությունն ինքն էլ ազատագրվելու է ապականության կապանքից, Աստծո որդիների փառավոր ազատությանը միանալով, քանզի գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա միասին հեծում է երկունքի ցավով, եւ ոչ միայն նրանք, այլ մենք էլ, որ հոգու առաջին պտուղն ունենք, մենք ինքներս ներքուստ հեծում ենք որդեգրության սպասելով, այսինքն մեր մարմնի փրկագնմանը, որովհետև հույսով փրկվեցինք, բայց հույսը, որ տեսնում է, հույս չէ, քանի որ եթե մեկը տեսնում է, ել ինչի համար հուսա,
բայց այն, ինչ չենք տեսնում, սպասում ենք հույսով և համբերությամբ։ Այնպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև մենք չգիտենք, թե ինչի համար և ինչպես պետք է աղոթենք, բայց ինքը հոգին անարտասանելի հեծածանքով բարեխոսում է մեզ համար։ Եվ նա, որ սրտերն է քնում, գիտի, թե ինչ է հոգու խորհուրդը, որովհետև Աստծո կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար։ Ամեն։ Այստեղ ունենք 4 բաժին։ Առաջինը փառքի անհամեմատելիությունը 18 համարում, երկրորդ ստեղծագործության ողբը 19-ից 22 համարում, երրորդ հավատացյալների ողբը 23-ից 25 համարում և չորրորդը Սուրբ Հոգու ողբը 26-ից 27 համարներում։ 18 համարը ուրեմն բացատրելուց հետո կանցնենք գլխավոր մտքերի ըստ իրենց պունկտերի։ Ուրեմն լոգիզոմայ կարծում եմ բառը բնագրում, որ այստեղ ասում է, որտեղ ես կարծում եմ, բնագրում մտածել բառն է։ Բառացիորեն նշանակում է թվային հաշվարկ։ Այստեղ օգտագործված փոխաբերական իմաստով այն նշանակում է որոշակի եզրակացություն անել ուշադիր ուսումնասիրության և դատողության միջոցով։ Այսինքն այստեղ որ Պողոսն ասում է ես կարծում եմ, նա այդ որոշումները կայացրել էր արդեն որոշակի ուսումնասիրություններից։ Պողոսը ոչ միայն ենթադրում է, այլև ընդգծված կերպով պնդում է, որ Քրիստոսի համար ցանկացած տառապանք փոքր գին է այդ տառապանքից բխող բոլոր օգուտների համար։ Մեր ներկայիս ժամանակավոր տառապանքը, այսինքն մեր դժվարությունները, երկրի համար ոչինչ չարժեն այն փառքի համեմատ, որը կբացահայտվի մեր մեջ։ Մակդոնալդը գրում է. հավատացյալի համար կրած նույնիսկ անտանելի ցավերը կհիշվի որպես մոծակի խայթոց, որը երբ Տերը նրանց գլուխները կպսակի կյանքի պսակներով։ Մոծակի խայթոցը հեչ զգացել եք, հիշում եք այդ ցավերը, անցողիկ էր, չէ՞։ Այդպես է նկարագրում Մակդոնալդը։ Նոր կտակարանում ուրեմն պատհեմա տառապանք բառը օգտագործում է ինչպես Քրիստոսի տառապանքների, այնպես էլ հավատացյալի տառապանքների համար։ Դիմադրեք սատանային կոչ է անում Պետրոսը, հաստատուն հավատքով գիտենալով, որ նույն չարչարանքներն են կրում նաև ձեր եղբայրները ամբողջ աշխարհում։ Առաջի Պետրոս 5:9։ Երկրորդ Կորինթացիների 4:17-ում Պողոսը ներկա տառապանքը նկարագրում է որպես թեթև և ժամանակավոր, իսկ ապագա փառքը որպես անչափելի և հավերժական։ Երկրորդ Կորինթացիների եկեք կարդանք 4:17-ը։ Տեսեք ինչպես է նկարագրում։ Քանի որ մեր թեթև նեղությունը, որ մի պահ է միայն, շատ ավելի գերազանց և հավիտենական փառքի արժե և առաջ է բերում մեզ համար։ Իմ մոտ մի քիչ այնքան եմ նշում են, արդեն մաշվել է, լավ չի երևում։ Պողոսը քրիստոնյաներին վստահեցնում է, և եթե նեղվում ենք ձեր մխիթարության և փրկության համար, որը գալիս է նույն չարչարանքներին համբերելով, որոնցով մենք էլ տառապում ենք, և մեր հույսը ձեզ համար հաստատ է, ասում է 2 Կորինթացիների 1:6-7 համարը։ Հիսուս Քրիստոսը արդարության համար տառապելու գերագույն օրինակն էր, Եբրայեցիների հեղինակն է գրում 2:10 համարում։ Եվ ինչպես որ տառապանքը անհրաժեշտ էր Քրիստոսի իր հորը հնազանդվելու համար, այնպես էլ այն անհրաժեշտ է մեր Քրիստոսին հնազանդվելու համար։ Եթե մենք կարողանայինք միայն հասկանալ մեզ սպասվող ոչ փառքը, մեր բոլոր ներկայիս տառապանքները կթվան աննշան մի բան։ Բայց նրանք, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին, հույս չունեն իրենց տառապանքների մեջ։ Անկախ նրանից տառապանքի պատճառից, այն ոչ Քրիստոսի, ոչ էլ արդարության համար է, ուստի չի կարող նրանց հոգևոր օրհնություն կամ փառք բերել իրենց տառապանքները, ի տարբերություն հավատացյալների։
Նրանք, ովքեր ապրում են միայն այս կյանքի համար, չեն կարող հույս ունենալ չարից ազատագրման կամ հոգևոր խաղաղության։ Նրանց ցավը, միայնությունն ու տառապանքը չեն ծառայում որպես աստվածային նպատակի համար։ Եվ սա պարադոքս է, գիտեք, երբ ավետարան ես քարոզում, ասում են, չէ, լսել եք նմանատիպ բառեր, ես հավատում եմ Աստծուն, մեռնեմ նրա կյանքին, նրա ոտների ղուրբան, եւ նմանատիպ շատ պոռոտախոս արտահայտություններ են անում, բայց կյանքին նայում ես միայն մարմնական ցանկությունների հետևից են վազում։ Նույն պարադոքսը նաև հենց խարիզմատների մեջ ենք տեսնում։ Բոլորից բարձր են խոսալու մեջ, թե Աստծուն ամենաշատն են սիրում։ Այսպիսիների պատկերացումով հավատացյալ լինել նշանակում է Կիրակի եկեղեցի գնալ, մասնակցել պատարակներին, մոմ վառել, կամ էլ գնալ եկեղեցի մասնակցել պաշտամունքներին, 2 երգ երգել, լուրջ դեմք ընդունել, հա աշկերը փակած ձեռները վերև անընդհատ հանել, 2 ժամ մնալ այդտեղ ու գալ տուն։ Շաբաթվա կամ ամսվա մեջ 1-2 բառ էլ ավետարան կարդալ կամ միգուցե չկարդալ, եւ սա իրենք անվանում են որպես ծառայություն Տիրոջը։ Մնացած օրերին ապրել մարմնականի ցանկությունները բավարարելով։ Ամեն օր, որ մի 2 նկար զուգված զարդարված չգցեն Facebook կամ Instagram, քունները չի տանում։ Նայում ես իրենց սոցցանցերում իրենց կիսված նյութերը, լսած երգերը, գրած կոմենտները, Փաշինյանի կամ ընդդիմադիրների հայհոյողներին նրանց այս ծաղրանքներին հավանելն ու տարածելը, վումս կլաբների տակ սրտիկ դնելը ընդհանրապես չի խոսում իրենց հոգևոր լինելու մասին։ Բայց մյուս կողմից քրիստոնյաները մեծ հույս ունեն ոչ միայն, որ իրենց տառապանքը վերջի վերջո կավարտվի, այլև որ այս տառապանքը կմեծացնի իրենց հավերժական փառքը։ Դրա համար մեր հույսը մեզ մղում է ոչ թե ապրել այս վերը նշված մարդկանց նման, այլ սրբացման գնալ, նմանվել ամեն օր Հիսուս Քրիստոսին։ Քրիստոսի մարմնացումից շատ առաջ Դանիել մարգարեն խոսել է հավատացյալների փառքի մասին, ասելով. իմաստունները կփայլեն ինչպես երկնքի լույսը, եւ շատերին արդարություն առաջնորդնողները ինչպես աստղերը Հավիտյանս Հավիտենից։ Ովքեր են այս իմաստունները? Դրանք հավատացյալներն են, իսկ արդարության առաջնորդնողները դրանք հենց այն մարդիկ են, ովքեր որ քարոզում են։ Մեր տառապանքը որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ գալիս է մարդկանցից, մինչդեռ մեր փառքը Աստծուց։ Մեր տառապանքը երկրային է, մինչդեռ մեր փառքը երկնային։ Մեր տառապանքները ժամանակավոր են, բայց մեր փառքը հավիտենական։ Մեր տառապանքները աննշան են, բայց մեր փառքը անսահման։ Մեր տառապանքները մահկանացու եւ ապականելի մարմնի մեջ են, բայց մեր փառքը կլինի մեր կատարյալ եւ անապական մարմինների մեջ։ Եվ եթե մենք կարողանայինք միայն հասկանալ մեզ սպասվող ոչ փառքը, մեր ներկայիս տառապանքները կթվային աննշան։ Եվ 19-ից 27 համարներում խոսում է Սուրբ Հոգու երաշխավորումը, որը որ երաշխավորում է մեր փառքը։ Տասնինից 22 համարներում տեսնում ենք ստեղծագործության ողբը։ Գլխավոր միտքը հետևյալն է։ Եկեք բայց կարդանք էլի նախ տեքստը, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ հիշել։ 19-ից 22, որովհետև ստեղծվածները մեծ ակնկալությամբ սպասում են Աստծո որդիների հայտնվելուն, որովհետև ստեղծվածներն ունայնության ենթարկվեցին ոչ թե կամովի, այլ այն պատճառով, որ նա ենթարկեց նրանց, այն հույսով, որ ստեղծագործությունն ինքն էլ ազատագրվելու է ապականության կապանքից Աստծո որդիների փառավոր ազատությանը միանալով, քանզի գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա միասին հեծում է երկնքի ցավերի մեջ։ Ստեղծագործության ողբն ենք տենում այստեղ, եւ գլխավոր միտքը հետևյալն է.
ստեղծագործությունը հառաչելով սպասում է Աստծո որդիների հայտնվելուն, որպեսզի ազատվի անեծքից։ Այս հատվածում տեսնում ենք առաջին ողբը Աստծո կողմից ստեղծված տիեզերքի վրա, որը անձնավորված ողբն է, որն այժմ գտնվում է անկման պատճառով առաջացած անբնական վիճակում։ 19 համարում ասում է մեծ ակնկալությամբ սպասում է։ Դա հուներեն ապեգդեհոմայ բառն է, որը նշանակում է անհամբեր լարված սպասել։ Այստեղ Պողոսը օգտագործելով գեղեցիկ եւ միաժամանակ բարձր գեղարվեստական ոճ նկարագրում է, թե ինչպես է ողջ արարչագործությունը անհամբեր սպասում այն ժամանակին, երբ փրկվածները կկանգնեն զարմացած աշխարհի առաջ որպես Աստծո որդիներ։ Պատկերացնում եք, աշխարհը զարմացած նայելու է, տեսնելու է մեզ որպես Աստծո որդիներ։ Երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, այդ մեղքը ոչ միայն խախտեց մարդ եւ Աստված հարաբերությունները, այլ նաեւ մարդ եւ մարդ հարաբերությունները փչացավ, եւ նաեւ ստեղծագործության հետ հարաբերությունները փչացավ, եւ Աստված անիծեց երկիրը Ադամի պատճառով։ Հետևաբար այդ մեղքի անկումը անդրադարձավ ողջ արարչագործության վրա, եւ Աստված փրկում է ոչ միայն ընտրված մարդկությանը, ում որ նախասահմանել է, այլ նաև իր ստեղծագործությունը։ Եվ սա կպատահի, երբ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնա ստեղծելով նոր երկիր եւ նոր երկինք, եւ մենք կվերադառնանք նրա հետ։ Ֆիլիպսը այս ձևակերպումը այսպես է ձևակերպել։ Ասում է բոլոր արարածները ոտքերի ծայրերի վրա կկանգնեն տեսնելու Աստծո որդիների գեղեցիկ այդ պատկերը, որը գալիս է իր տիրոջ հետ ամպերով դեպի իրենց։ Այս վերջի մասը ես եմ ավելացրել։ Պատկերացնում եք, այն որ մի բանը, որ քո համար զարմանք է, ապշած ես, հա, մի քիչ հեռու է քեզանից, ոնց է, չէ, ոտքերի ծայրերի վրա կանգնում են, այս ստեղծագործությունը այդպես դիմավորելու է մեզ։ 19 համարում այստեղ տեսնում ենք, որ Ադամի մեղքը ազդեց ոչ միայն նրա սերունդների, այլև ողջ արարածների վրա, թե կենդանի, թե անկենդան։ Անկամ բնության վրա ազդեց։ Պողոս այստեղ չի ներառում անհավատներին, սա կարևոր է, պետք է հիշեք։ Մինչ, որտեվ այսինքն եթե անհավատներին ներառի, կստացվի, որ անհավատներին է պետք է բոլորին փրկի, բայց չէ, այստեղ հստակ խոսում է ստեղծվածները, մենք խոսանք հիմա։ Մինչ Ադամի ստեղծելը նա ստեղծեց անկենդան, չէ, անմիտ կենդանիներ, բույսեր, անշուշտ առարկաներ, լեռներ, ծովեր, չէ, գետեր, եւ մեղքը ազդելով բոլոր ստեղծագործության վրա լինում է ինչ, փոթորիկներ, անտառներում հրդեհներ, ջրեղեղներ, կարկուտներ, որը վնասում է հողից աճող սնունդը, կենդանիներին սպանում են դաժանորեն, թռչուններին, ձկներին, անգամ իրենք են իրենց ուտում, չէ, կենդանները, հիվանդություններ են առաջանում, տանջվում են կենդանիներին, մարդկությունը թեկուզ, մի խոսքով Ադամի պատճառով ամբողջ երկիրն է անիծված։ Իսկ դուք սա ուղղակի հորդոր սիրեք Աստծո յուրաքանչյուր ստեղծագործություն եւ մի վնասեք բույսեր, ծառեր, կերակրեք կենդանիներին եւ սիրեք մարդկությանը։ Վերջի վերջո անգամ տեսեք այսպեսի բան կա։ Եթե ծառը քեզ անհրաժեշտ է կտրել, որպեսզի տուն սարքել, դա մեղք չէ, բայց ծառ ուղղակի պարզապես հաճույքի համար վնասել, ջարդել, այ դա մեղք է։ Կան չէ մարդիկ, որ այդում են, մեկը տեսնում ես ջուրը ծառ, ճյուղը պոկեց ու գցեց։ Այսա արդեն լավ չի։ Կարևոր սահմանում կուզեմ տամ, որ հիշեք։ Մեղքի կործանարար ուժն այնպիսին է, որ մեկ մարդկային անհնազանդությունը հանգեցրեց ամբողջ տիեզերքի կործանմանը։ Ինչու ասացի հիշեք, որ երբ մեղք գործելու կլինեք, հիշեք, թե մեկ մեղքը ինչ արեց ամբողջ աշխարհի հետ։ Հիշեք եւ երկյուղով լցվեք եւ խուսափեք մեղքից եւ պատկերացրեք, թե ձեր մեղքը ինչ կարող է անել ձեզի։
Բայց սա չենք խոսում, որ կարա փրկությունից մեզ կորցնի։ Պարզապես հիշեք, թե մեղքի պատճառով է այս ամենը։ Հիվանդությունը, տառապանքը, մահը, բնական աղետները, շրջակա միջավայրի աղտոտումը եւ չարիքի մյուս բոլոր դրսևորումները չեն դադարի մինչև անեզքն ուղղակիորեն չվերցվի այն եւ չստեղծի նոր երկինք ու նոր երկիր։ Երկրորդ Պետրոս 3:13 համարում այսպես է ասում. Սակայն իր խոստման համաձայն մի նոր երկինք ու նոր երկիր ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում, այսինքն էլ չարիք եւ ապականություն չկա։ Չնայած Աստծո կողմից անեծքին, բնական աշխարհի գեղեցկության, շքեղության եւ օգտակարության մեծ մասը պահպանվեց։ Ծաղիկները դեռ գեղեցիկ են, չնայած բոլորը թառամում եւ չորանում են։ Լեռները վեհաշուք են, անտառները հմայիչ են, երկնային մարմինները հիասքանչ են, սնունդը սննդարար է եւ համեղ։ Իսկ ջուրը դեռ թարմացնում եւ պահպանում է կյանքը։ Եթե կարող եք պատկերացրեք, մինչև անկում ինչպիսին է եղել։ Եթե կարաք պատկերացրեք։ Չնայած Աստծո կողմից երկրի վրա դրված սարսափելի անեզքին, նրա մեծությունն ու մարդկության հանդեպ ողորմած հոգատարությունը դեռևս տեսանելի են ամենուրեք, որտեղ մենք ապրում ենք եւ մեր աշկերը տեսնում են։ Հենց այս պատճառով էլ ոչ ոք արդարացում չունի մերժելով Աստծուն, ասում է, չէ՞, Հռոմեացիների 1:20 համարը։ Նրա աներևույթ հատկությունները, այսինքն նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը աշխարհի արարչագործությունից սկսած պարզ երևում են, հասկացվելով այն բաներից, որ ստեղծված են, այնպես որ նրանք արդարացում չունեն։ Այսինքն մարդիկ հիմա որ խոսում են Աստծուն չեն ուզում գան, ասում են Աստված չկա, շատ բա որ Աստված լիներ խի ասենց, մարդը տենում է արդարացում չունի։ Այս ամենը ինքը բնակվում է Աստծո ստեղծագործության մեջ եւ ամեն օր հաղորդակցվում է դրա հետ։ Բնության ճակատագիրը անբաժանելիորեն կապված է մարդկանց ճակատագրի հետ, քանի որ մարդը մեղանչեց, մնացած բոլոր արարածները նրա հետ միասին ընկան ապականության մեջ։ Նմանապես, երբ մարդկության փառքը վերականգնվի, աստվածային կերպով բնական աշխարհը նույնպես կվերականգնվի։ Այլ կերպ ասած, ինչպես մարդկային մեղքը ապականություն բերեց տիեզերք, այնպես էլ մարդկային արդարության վերականգնումը կուղեկցվի երկրի եւ տիեզերքի աստվածային կերպով սահմանված կատարելության եւ փառքի վերականգնմանը։ Բայց հիմա Աստծո ուրեմն սրբերը կարծես չեն երևում, ցորենը խառնված է թեփի հետ, չէ՞։ Մենք ապրում ենք աշխարհի աչքերով կարծես իրենցից մեկը։ Բայց հետո Աստծո որդիները տեսանելի կլինեն ամբողջ աշխարհին։ Բոլորը կտեսնեն նրանց փառքը, նրանց իրական կերպարանքով։ Այն, որ քարոզում ենք հիմա եւ մերժում եւ անգամ ծաղրում են, մի օր կտեսնեն իրենց աշկերով մեզ Հիսուս Քրիստոսի հետ ամպերով իջնելիս։ Նրանց նախանձը կուտի նրանց վախը կլցվի։ Իսկ 20 համարում, չասացի դա, իսկ 20 համարում բացատրում է, թե ով ենթարկեց ստեղծագործությանը ունայնությամբ։ Տեսեք 20 համարում ասում է, որ հենց Աստված ինքը ենթարկեց այս ամենին, ոչ թե կամովի, այլ Աստված ինքը։ Գիտեք ինչու։ Գիտեք ինչու Աստված ենթարկեց, որտեղ այդ ամենը ստեղծել էր մարդու համար, որ մարդ Աստծո ստեղծագործության պսակն էր, որ մարդը պետք է վայելեր այդ ամեն օրհնությունները, բայց քանի որ գտնվեց անհնազանդ, նա չէր կարող վայելել նման շքեղությունը, եւ մեղքը ավիրեց ամբողջ ստեղծագործությունը։ Այդ պատճառով 22 համարում տեսնում ենք ստեղծագործության ցավը, հառաչանքը, ողբը։ Մենք ապրում ենք 22 համարում, քանզի գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա միասին հեծեծում է երկնքի ցավերի մեջ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը տնքում, լաց է լինում եւ տառապում է մեր պատճառով։ Ամեն արարած լաց է լինում, ողբում եւ տանջվում է ցավից։
կարծես երեխա է ծնում, այս ցավեր այդ դրա մասին է խոսում, հա։ Երկիրը ցնցվում է աղետներից, մահվան անեծքը կախված է ամեն կենդանի էակի վրա։ Ամբողջ Արարածը հառաչում եւ տանջվում է ունայնության եւ ապականության լծի տակ։ Սա փոխաբերական արտահայտություն է։ Մեղքը բեռ է ամբողջ արարածների համար։ Հիշում եք Քրիստոսի խաչած հրյաների այս մեղքը ստիպեց, որ ամբողջ երկինքը ցնծա երկրաշարժից։ Ամբողջ արարչագործությունը գոռում է մարդու մեղքի դեմ։ Մենք առաքյալի հետ միասին նույնպես ընդունում ենք, որ բնությունը նույնպես անհամբեր սպասում է մեր փրկագնմանը, որ կկիսվի մեզ հետ։ Բայց մինչ այդ փառահեղ օրը եւ դրան սպասելով ամբողջ արարչագործությունը միասին հառաչում է տանջվում է մինչև օրս։ Ստենաձոմե այս հառաչել բայը նկարագրում է դժվարին իրավիճակում հայտնված մեկի ողբը, որը չի կարողանում փախչել տվյալ իրավիճակից։ Ղուկաս այս գոյական ձևը օգտագործում է եգիպտական ստրկության մեջ գտնվող իսրայելացիների հառաչանքները նկարագրելու համար։ Գործք Առաքելոց 7-34 համարը։ Մի օր արարչագործության հառաչանքն ու տառապանքը կդադարեն, քանի որ Աստված կազատի այն քայքայումից եւ ունայնությունից։ Այժմ այն հառաչում է եւ տքնում է։ Ինչպես Եվան, որի մեղքը հանգեցրեց ծննդաբանության, այս ծննդաբերության ցավերին, Ծննդոց 3:16, չէ, Աստված ասեց, այժմ դու պետք է ցավերով երեխա ունես։ Բնությունը նույնպես ապրում է իր սեփական ծննդաբերական ցավերը։ Սակայն ինչպես Եվայի եւ նրա սերունդների դեպքում, բնության հառաչանքն ու ցավը նոր կյանք են նախանշում։ Եվ 22-րդ համարի վերջում ասում է ստեղծագործությունը հեծեծում է։ Այս բառը հուներեն ուրեմն սյունոդինեի բառն է, որը նշանակում է միասին տանջանքներ կրել, միասին տառապել։ Այս տերմինը օգտագործում է 3 անգամ՝ 22, 23 եւ 26 համարներում։ Այդ պատճառով էլ մեր հենց գլխավոր պունկտերը հենց այստեղից են։ Տեսեք, պարզապես հուներեն քերականության մեջ նրանք, մենք եւ նա այս ուրիշ վերջածանցներով է ավարտվում, բայց 3 համարներում էլ նույն իմաստն է կրում, որը այսպես է հնչում տվյալ բառերը։ 22 համարում հնչում է այսպես. Սյունոդինեի միասին տանջանքներ կրել, միասին տառապել։ 23-ում ստենաձոմեն տնքալ հառաչել եւ 26-ում ստենագմոս նույնպես տնքալ հառաչել, նաեւ շնչակտուր լինել, որը վերաբերվում է Սուրբ Հոգուն։ Այստեղ գալիս ենք հենց մեր երկրորդ հատվածին, 23-ից 25 համարները հավատացյալների ողբը։ 18-ից 22 համարների գլխավոր միտքն էր 19-ից գլխավոր միտքն էր ստեղծագործությունը հառաչելով սպասում է Աստծո որդիների հայտնվելուն, որպեսզի ազատվի անեծքից։ Եվ երկրորդ մեր գլխավոր պունկտը 23-ից 25 համարում Աստծո որդիներն են հառաչելով սպասում փրկագնմանը հույսով։ Եվ երրորդ պունկտն էլ ասեմ, թե պետք է անդրադառնամ, եւ երրորդը հետեւյալն է. եւ Սուրբ Հոգին հառաչելով բարեխոսում է սրբերի համար այդ ընթացքում, այն որ մենք սպասում ենք հառաչելով, Սուրբ Հոգին էլ հառաչելով մեզ առաջնորդում է, մեր համար բարեխոսում է այդ կյանքի ճանապարհին։ Խոսանք։ Ոչ միայն ստեղծագործությունն է հառաչում, հեծեծում մեղքի կործանարար հետևանքներից, այլև մենք հավատացյալներս նույնպես հառաչում ենք մեր ներսում։ Աստծո ապագա համընդհանուր վերածննդի համար ամենակարևորը հավատացյալների փրկագնումն է։ Քանի որ հավատացյալները որպես նրա զավակներ փրկագնված, որդեգրված եւ նրա երկնային ընտանիքում ընդունված են
ի պատասխան իր սիրելի որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով, նրա փառահեղ հավիտենական եւ արդար թագավորության ժառանգորդներն են։ Բայց յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ ժամանակ առ ժամանակ ծանր տանջանքներ է ապրում մեղքի սարսափելի անեծքների եւ հետևանքների պատճառում իր կյանքում, ուրիշների կյանքում նաեւ նույնիսկ բնության մեջ։ Քանի որ Սուրբ Հոգին այժմ բնակվում է մեր մեջ, նրա գործը մեր մեջ եւ մեր միջոցով մարմնավորում է այս առաջին պտուղը։ Այն նախախնամությունն է այն փառքի, որը մեզ սպասում է երկնքում, երբ մեր ապականելի մահկանացու մարմինները կփոխարինվեն անապական եւ անմահ մարմինների։ Թեև մեր ներկայիս մարմիններում մենք լիակատար ազատություն չունենք մեղքի իշխանությունից, Տերը մեզ լիակատար հաղթանակ է շնորհել մեղքի տիրապետության եւ ստրկության նկատմամբ։ Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Սուրբ Հոգին զորացնում մեզ, հեռանալու չարից եւ անկեղծորեն երկրպագելու, ծառայելու, հնազանդվելու եւ սիրելու Աստծուն, մենք սպասում ենք ապագա ամբողջական եւ կատարյալ նորացմանը, որը նա կբերի մեր մեջ հարության պահին։ Քանի որ Սուրբ Հոգին բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի մեջ, ինչպես ասաց Հռոմեացիների 8-ը, յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ որոշ չափով կցուցաբերի հոգու պտուղը, որը Պողոսը բնութագրում է Գաղատացիների 5-րդ գլուխ 22-23 համարը՝ սեր, խաղաղություն, համբերատարություն, հեզություն եւ այլն։ Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք նրան իր արդարությունը մեր մեջ, Տիրոջը եւ արդարությունը մեր մեջ եւ մեր միջոցով գործելիս, մենք ավելի ու ավելի ենք ցանկանում ազատվել մնացած մեղքից եւ հոգեվոր թուլություններից։ Մեղքի նկատմամբ մեզ տրված աստվածային զորության պատճառով մենք մեր ներսում տնքում ենք մեղքի սարսափելի անեծքի համար, որը դեռևս դրսևորվում է մեր մարդկային բնույթում։ Այն ցավերը բառից բուն իմաստով ինչ անուն ուզում եք դրեք կամ ինչի մեջով որ դուք անցել եք, դա մեր այդ ցավն է, հառաչանքն է մեղքի պատճառով։ Ուրիշ ոչ մի բան այստեղ արանքը չկա։ Դա իմ մեղքը կլինի, քո մեղքը կլինի, ինչ ուզում ես դի, բայց սկզբնական աղբյուրը մեղանչելն էր Ադամի, որի պատճառով անիծվեց աշխարհը։ Այդ պատճառով այս ճանապարհը, որ անցնում ենք, անուն ինչ ուզում ես դի, այդ դրա հետևանքն է։ Իր մեղսավորությունը գիտակցելով Դավիթը աղաղակեց. Իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան, ինչպես ծանր բեռ ծանրացան ինձ վրա։ Տեր, իմ ամբողջ ցանկությունը քո առջև է, եւ իմ հառաչանքները չեն թաքնվել քեզանից։ Սիրտս դողում է, իմ ուժը լքել է ինձ, եւ աչքերիս լույսը ինձ հետ չէ։ Սաղմոս 39:5-11 համարներում։ Այսինքն մեղքը արդեն այնքան էր տկարացրել Դավթին, որ էլ չէր կարող, էլ ուժ չուներ գոյատևելու կարծես։ Պողոսը ողբում էր մարդկային մեղավորության մնացորդները, որոնք կապել էին իրեն ինչպես փտած հագուստ, որը երբեք չէր կարող հանվել։ Այս իրավիճակը նրան խորը հոգևոր հիասթափություն եւ ցավ պատճառեց։ Ինչ էր ասում. Ինչ խղճալի մարդ եմ ես, ողբած նա, ով կազատի ինձ այս մահվան մարմնից, Հռոմեացիների 7:24։ Եվ երկրորդ Կորինթացիներում նույն Պողոսը հիշեցնում է բոլոր հավատացյալներին, որ իրենք նույնպիսի նույն իրավիճակում են, ասում է, քանզի մենք այս վրանի տակ եղողներս ծանրություն կրելով հառաչում ենք։ Քանի դեռ մենք մնում ենք մեր մարդկային մարմնի խորանում, մենք երբեք չենք կարողանա լիովին խուսափել մեր կյանքում մեղքի ապականությունից եւ հառաչանքներից։ Այս ճշմարտությունը քրիստոնյաներին ստիպում է խորը ներքին զղջման պահեր ապրել, իրենց մեջ դեռևս կպած հոգևորապես թուլացնող մեղավորության համար։ Հետևաբար, որպես հավատացյալներ, մենք անհամբեր սպասում ենք որդեգրմանը,
մեր մարմինների փրկագնմանը։ Մենք բոլորս, դրա համար բոլորս ինչ ենք անում, Տեր Հիսուս շուտով արի, բոլոր հավատացյալների մեջ այս ցավը կա, իսկ ով հավատացյալ չի, ինչ է ասում, չէ թո հիմա չգա, հələ լիքը բան կա անելու։ Հետևաբար, որպես հավատացյալներ, մենք անհամբեր սպասում ենք որդեգնմանը, մեր մարմինների փրկագնմանը։ Նոր կտակարանը հավատացյալների մասին խոսում է որպես այն մարդկանց, ովքեր արդեն որդեգրվել են Աստծո կողմից, բայց որոնց որդեգրվումը սպասում է վերջնական ավարտին։ Ինչպես որ չկա թերի փրկություն, այնպես էլ չկա թերի աստվածային որդեգրում։ Աստծո զավակը չպետք է վախենա իր հոգևոր ընտանիքից վտարվելուց կամ իր երկնային տունը չմտնելուց։ Թոմաս Ուոտսոնը ասել է այս թեմայով, հետաքրքիր մեջբերումներ է բերել իրավիճակներին նայելով հավատացյալների։ Պատահում է, որ հավատացյալները քիչ հետաքրքրություն են ցուցաբերում հավատի նկատմամբ եւ նրանց զգացմունքները զարկերակը թույլ է բաբախում։ Սա խոչընդոտում է շնորհի դրսևորմանը։ Փոխանակ շնորհի, որը գործում է աստվածավախների մեջ, չարությունն է գործում նրանց մեջ։ Համբերության փոխարեն նրանք տրտնջում են, վեհին ձգտելու փոխարեն նրանք կենտրոնանում են երկրային բաների վրա։ Վերստին ծնված հավատացյալների մեջ ապականությունը երբեմն այնքան ուժեղ է եւ եռանդուն, որ նրանք կարող են սարսափելի մեղքեր գործել։ Չնայած նրանց շնորհը կարող են նվազել, բայց այն երբեք չի ձախողվում։ Այն կարող է թուլանալ, բայց երբեք չի անհետանում։ Շնորհը կարող է լինել խավարման վիճակում, բայց այն չի կարող անհետանալ։ Հավատացյալը կարող է նվաստանալ շնորհով, բայց երբեք չի հեռանա դրանից։ Ինչու՞։ Այո, հավատացյալներ կան, հիմնականում սա պատահում է ավելի շատ նորահավատների մոտ, հոգևոր աճ չունեցողների մոտ եւ այլն, բայց նա երբեք չի հեռանա, նա երբեք չի կորցնի այդ փրկությունը, նա երբեք երես չի թեքի դրանից։ Ինչու՞։ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ հավատացյալների փրկությունը երաշխավորված է Հայր Աստծո, Որդու եւ Սուրբ Հոգու կողմից, որը Աստծուն անդրադառնալով Պողոսը վստահեցրեց Կորինթացիներին։ Եվ նա, ով հաստատում է մեզ ձեզ հետ Քրիստոսում եւ օծում է մեզ, Աստված է, ով նաև կնքեց մեզ եւ տվեց Հոգին մեր սրտերում որպես երաշխիք։ Երկրորդ Կորինթացիների 1:21-22 համարը։ Հայրը ոչ միայն փրկություն է շնորհում իր որդուն հավատացողներին, այլև կնքում է նրանց փրկությունը եւ տալիս Սուրբ Հոգին, որը մնում է նրանց մեջ որպես երաշխիք։ Եկեք կարդանք Պետրոս առաքյալի նամակից, առաջի Պետրոս շատ կարևոր համարներ է, առաջի Պետրոս առաջի գլուխ 3-5 համարները։ Օրհնյալ լինի Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Անեղծ ու անարատ ու անթառամ այն ժառանգության համար, որ երկնքում պահված է, ասում է ձեզ համար։ Դուք պատկերացնեք ինչ վստահությամբ է նա խոսում։ Ովքեր պահպանված են Աստծո զորությամբ, հավատի միջոցով, փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։ Ինչպես ենք մենք պահված։ Ինչպես Աստծո զորությամբ։ Հետևաբար մենք անհնար է, որ ինչ-որ մեղք մեզ բաժանի Քրիստոսից, մահը բաժանի, դիվային աշխարհի անցուժերով, դա բացառվում է։ Իսկ նրանք, ովքեր քարոզում են, թե փրկությունը կարող ես կորցնել, մարդուն ստիպում է գործերով փրկվել։ Այսինքն դու պետք է մի բան անես, անընդհատ ինչ-որ բարի գործեր անես կամ այս մեղքը մի գործի, որ չկորցնես փրկությունդ։ Սա պարզապես Աստված ճանաչողության լուրջ խնդիր է։
Նրանք չեն ճանաչում Աստծուն եւ նրա բնավորությունը եւ Սուրբ Գրքի ուսումնասիրության բացակայությունը։ Եթե այդպիսի եկեղեցիներում լիներ խոսքը իմացող մեկը, այդ քարոզիչներին թույլ չէր տա բարձրանալ բեմ։ Հիսուս Քրիստոսին հավատացողներին լիակատար եւ անհերքելի վստահությունը ընդգծելու համար Եբրայեցիների նամակի հեղինակը այսպես է գրում, եկեք իրար հետ կարդանք։ Եբրայեցիների 6-րդ գլուխ 17-18 համարները։ Չէ, 17-ից մինչև 19 համարները, կներեք։ Ահա թե ինչու Աստված կամենալով խոստման որդիներին առավել եւս ցույց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը այն երդմամբ հաստատեց։ Խորհուրդը, որը որ ինքը տվել էր, այն վստահեցնում է իր երդումով եւ ասում է անփոխարինելի է։ Սա էլ չի կարող փոխվել։ Որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնցով անկարելի է, որ Աստված ստի, մենք հաստատուն մխիթարություն ունենք, մենք, որ ապաստանի համար մեր առջև դրված հույսի կարճեցինք։ 19. Այս հույսը, որը որպես հոգու խարիսխ ունենք, ապահով եւ անշարժ, որ մտնում է վարագույրից ներս։ Այսինքն մեր փրկության համար Աստված երդմամբ հաստատեց, որ անշարժը չի փոխվելու։ Հիսուս Քրիստոսը 100% փրկություն է երաշխավորում հավատացյալների համար, փրկություն է երաշխավորում բոլոր հավատացյալների համար։ Ասում է. բոլորը ում հայրը ինձ է տալիս կգան ինձ մոտ, եւ ով ինձ գա ինձ մոտ, երբեք ես նրան դուրս չեմ անի։ Հովհաննես 6-րդ գլուխ 37 համար։ Պողոսը նաև հիշեցնում է մեզ, որ նա, ով կանչում է ձեզ հավատարիմ է եւ նաեւ կանի դա, առաջի Թեսաղոնիկեցիների 5:22։ Հիսուս Քրիստոսի շարունակական, միջնորդական եւ բարեխոսական աշխատանքը երկնքում հուսալիորեն պահպանվում է մեր հավերժական փրկությունը։ Մասնակի կամ ժամանակավոր փրկության գաղափարը ոչ միայն օտար է Սուրբ Գրքի ուսմունքին, այլև լիովին հակասում է դրանց։ Ոչ մի ճշմարիտ հավատացյալ չպետք է վախենա իր փրկությունը կորցնելուց։ Իր դարձի պահին նրա հոգին փրկագնվեց, մաքրվեց եւ հավիտյան պաշտպանվեց Աստծո ընտանիքում եւ թագավորությունում։ Աստված մատիտով չի գրել կյանքի գրքում մեր անունները, որ հենց մեղ գործենք ռետինով էլ ջնջի։ Եվ եթե փրկությունը կարելի է կորցնել մեղք գործելով, ապա կարող ենք վստահ ասել, որ ոչ ոք չի փրկվում եւ չի էլ փրկվել, եթե այդ գաղափարի կողմնակիցներն ենք, բայց փառք Տիրոջ, Տերը մեզ այդպիսի գաղափար չի տվել։ Հովհաննեսն ինքը գրում է, հիշում եք առաջ Հովհաննես 1:8, եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ստախոս ենք հանում եւ մեր մեջ ասում է ճշմարտություն չկա։ Հովհաննեսը, ծերունի Հովհաննեսը, Հովհաննես առաքյալը Աստծո Քրիստոսի մեր սիրելին այդպիսի արտահայտություն է անում։ Հետևաբար այսօր մարդիկ կանգնում ասում են մեղք, ինչ Հովհաննեսը մի մեղք գործեց, փրկությունը կորցրեց։ Հավատացյալը ի տարբերություն անհավատի պետք է տարբերենք։ Նա մեղքից հաճույք չի ստանում եւ չի հարատևում մեղքի մեջ։ Եվ եթե մեղքել է գործում, նա զղջում եւ ապաշխարում է։ Իսկ նրանք, ովքեր վախենում են փրկությունը կորցնել, նրանք պարզապես փրկված չեն եւ ներքուր չունեն փրկության երաշխիքը հոգուց, բայց մենք ունենք, ինչ է ասում դրա համար 16 համարը Հռոմեացիների 8-րդ գլուխ։ Հոգին ինքը վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ահա մեր երաշխիքը, ահա մեր ուրախությունը, վստահությունը, որը ոչ թե արհեստական ենք ստեղծում, Գոր Մեխակյանի ասած կայնի հայլուդեմ ժպտա, այլ սա իրական ներքուստ ուրախություն է եւ վստահություն Սուրբ Հոգու մեջ, որ մենք իրոք Աստծո որդիներ ենք, այդ պատճառով էլ ասում ենք Աբա Հայր։ Բայց մինչև մենք փառավորվենք եւ լիովին չազատվենք մեղքից, մեր մարմինների փրկագնմամբ, մենք կունենանք չփրկված մարմիններ, որոնք թույլ կտան մեղքին վնասել մեզ
եւ վիշտ բերել մեր Տիրոջը։ Բայց մենք նոր արարածներ ենք, էլ հին չենք, ինչպես ասում է 2 Կորինթացիների 5:17-ը։ Եվ քանի որ հավատացյալները նոր արարածներ են, օժտված աստվածային բնույթով, նրանց հոգիները արժանի են երկնքի եւ հավերժական փառքի համար։ Նրանք սիրում են Աստծուն, ատում են մեղքը եւ ունեն սուրբ ցանկություն հնազանդվելու խոսքին եւ սուրբ կյանք ապրելուն։ Սակայն երկրի վրա ապրելիս հավատացյալները ստրկացած են իրենց մահկանացու մարմինների կողմից, որոնք մնում են ապականված մեղքի եւ դրա հետևանքների պատճառով։ Քրիստոնյաները նման են մեղսալի պատյանի մեջ պարփակված սուրբ սերմերի։ Մարմնի մեջ բանտարկված նրա թուլություններն ու անկատարությունները ենթակա են։ Մենք անհամբեր սպասում ենք աստվածային կերպով երաշխավորված այդ փրկությանը, բայց դեռևս չիրականացված իրադարձության մեր մարմինները փրկագնումը դեռևս չի իրականացել այդ փրկությունը։ Այո, մենք փրկված ենք, բայց չի իրականացել դեռ։ Դա կլինի կամ մեր մահով, որ արդեն Տերը կտանի մեզ երկին, կամ էլ հափշտակությունը։ Պողոս արդեն բացատրել է, որ եթե մենք հավատացյալներս միավորվել ենք նրա, այսինքն Քրիստոսի հետ, նրա մահվան նմանությամբ, ապա կմիանանք նաև հարության նմանությամբ։ Գիտենալով սա, մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որպեսզի մենք այլևս մեղքի ստրուկներ չլինենք։ Հռոմեացիների 6:5-6 համարն է ասում։ Հին մարդը իր հին մեղավոր բնույթով մեռած է, բայց ապականելի մարմինը, որում նա ապրում էր, դեռևս գոյություն ունի։ Ահա թե ինչու մի քանի համար անց Պողոսը հորդորում է հավատացյալներին։ Կարդանք Հռոմեացիների 6:12-13 համարները։ Այսուհետև թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, հնազանդեցնելու ձեր իր ցանկություններին, ոչ էլ ձեր անդամները որպես անիրավության գործիք ընծայեք մեղքին, այլ ձեր անձերն ընծայեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները որպես արդարության գործիքներ։ Ընծայեք Աստծուն, որովհետեւ մեղքը չի իշխելու ձեզ վրա, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Քանի որ մենք դեռ կարող ենք մեղանչել, մենք պետք է անընդհատ զգոն լինենք մեղքին դիմադրելու եւ այն հոգու զորությամբ հաղթահարելու համար։ Այդ պատճառով 14-17 համարներն է խոսում։ Հիմա ինչ, մեղ գործենք, քանի որ օրենքի տակ չենք, այլ շնորհի, երբեք դուք չգիտեք, թե որ ձեր անձերը որպես ծառա հնազանդվելու ներկայացնեք, դառնում եք նրա ծառան, ում հնազանդվում եք, լինի դա մեղքին, որ տանում է մահվան, թե հնազանդության, որ տանում է դեպի արդարության։ Քրիստոնյաները մեծապես խրախուսվում եւ ոգևորվում են այն գիտակցությամբ, որ իրենց ներքին մարդը Քրիստոսի մեջ նոր արդար բնույթը մեղքի մեջ ընկնելու պատճառ չէ, բայց երբ նրանք մեղանչում են, դա մարմնի ցանկությունների պատճառն է, այսինքն իրենց մարմինների մարդկային բնության մնացորդներն են, որոնցից նրանք չեն կարող ազատվել մինչև չմիանալ Տիրոջը։ Ամփոփելով այս կարճ ճշմարտությունը, Պողոս ասում է հենց Հռոմեացիների 7:25 համարում. Գոհություն եմ տալիս Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսպես ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, բայց մարմնով մեղքի օրենքին։ Այսինքն երբեմն ստացվում է մարմնական ինչ-որ ցանկություններ, երբեմն, բայց մտքով, սրտով, հոգով չեմ սիրում, չեմ ուզում անեմ։ Այսա է հավատացյալի տարբերությունը։ Այնպես չէ, որ մենք ինչ-որ, գիտեք,
մի ուրիշ, ասես չիպավորում կա մեր մտքների վրա, որ տարբերում ենք այս աշխարհից, որ պարզապես վերստին ծնված մարդը արդեն կամաց այսպես մտածում է եւ սկսում է սրա մեջ աճել։ Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ շատ մարդկանց հետ ես խոսացել եմ, ասում եմ, ես չեմ կարող այդ կյանքով ապրեմ։ Ինչ կյանք ենք ապրում, որ չես կարող։ Պողոսի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ մեր հարությունն առած մարմինները անկախ իրենց ձևից, տեսքից կամ կարողությունից կլինեն անմեղ, արդար եւ անմահ։ 24 համարում Առաքելը բացատրում է, որ մենք փրկվում ենք հույսով։ Հույսը անբաժանելի է փրկությունից։ Մեր փրկությունը ծրագրվել է Տիրոջ կողմից անցյալում, տրվել է մեզ ներկայում եւ բնութագրվում է ապագայում դրա ավարտի հույսով։ Սակայն ճիշտ է, որ մեր փրկության ավարտը հիմա միայն հույս է, դեռևս իրականություն չէ։ Բացատրելով Պողոսը հաստատում է այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որը տեսած հույսը հույս չէ, քանզի ինչ է տեսնում մարդը եւ ինչի վրա է հույսը դնում։ Այլ կերպ ասած, այս կյանքում մենք չենք կարող զգալ մեր փառավորման իրականությունը, մենք կարող ենք միայն հույս ունենալ դրա վրա։ Բայց քանի որ հավատացյալի հույսը հիմնված է Աստծո խոստման վրա, նա կարող է ավելի վստահ լինել իր փրկության ավարտին, քան այն բանի, ինչ տեսնում է իր սեփական աչքերով։ Հավատացյալի փրկությունն այնքան ապահովված է, որ նրա փառավորման մասին խոսում է անցյալ ժամանակով։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 30 համարը ինչ է ասում, եւ նրանց ում նախասահմանեց, անցյալով է խոսում, նաեւ կանչեց, եւ ում կանչեց, նաեւ արդարացրեց, եւ ում արդարացրեց, նաեւ փառավորեց։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մի խմբի մասին է պատմում անցյալով, բայց սա խոսում է իմ ու քո մասին։ Այսինքն անցյալով մենք արդեն նրա զավակներն ենք, փառավորված զավակներն ենք, որը մի պահ պետք է մնանք այս անփառունակ մարմնի մեջ եւ որից հետո մենք պետք է վերափոխվենք։ Հետևաբար Պողոսը շարունակում է, երբ մենք հույս ունենք այն բանի, որ չենք տեսնում, մենք համբերատար սպասում ենք։ Ես վստահ եմ դրանում, վստահեցրեց նա Փիլիպպեցիների հավատացյալներին, որ նա ով սկսեց բարի գործը ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Փիլիպպեցիների 1:6։ Եվ քանի որ փրկությունն ամբողջությամբ Աստծո գործն է, քանի որ Աստված անփոփոխ է իր խոսքում, մեզ համար բացարձակապես անհնար է կորցնել այն, ինչ նա տվել է մեզ եւ խոստացել երբեք չխլել։ Այլ կերպ ասած, մեր փրկության վստահությունը հիմնված է ոչ թե մեր կողմից Աստծուն ընտրելու, այլ Աստծո կողմից մեզ ընտրելու վրա, աշխարհի հիմնումից առաջ։ Եփեսացիների 1:4-ն է դրա մասին խոսում, նախասահմանության հիասքանչ համարներից մեկն է, որ ցավոք սրտի շատերը կույր են այս համարները չեն տեսնում։ Ինչպես մեզ նրա մեջ ընտրեց աշխարհի հիմնումից առաջ։ Ինչպես մեզ նրա մեջ ընտրեց աշխարհի հիմնումից առաջ, որպեսզի մենք սիրով սուրբ եւ անարատ լինենք նրա առջև։ Աշխարհի հիմնումից առաջ մեզ ընտրել է։ Հիմա պետք է ուսումնասիրենք այդ շատ սպասված համարը 26-ից 27 համարները։ Սուրբ Հոգու ողբը, ստեղծագործության ողբը, հավատացյալների ողբը եւ Սուրբ Հոգու ողբը։ Ստեղծագործությունը ողբում էր նրա համար, որ ապականվել էր մարդկության մեղքի պատճառով։ Հավատացյալը ողբում էր նրա համար, որ նույնպես ապրում է այս ցավերի տառապանքի մեջ մեղքի պատճառով։ Եվ հիմա Սուրբ Հոգու ողբը։ Գլխավոր միտքը 26-ից 27 համարներում հետևյալն է. եւ Սուրբ Հոգին հառաչելով բարեխոսում է սրբերի համար այդ ընթացքում։ Սուրբ Հոգու ողբը
եւ Սուրբ Հոգին հառաչելով բարեխոսում է սրբերի համար։ Տեսեք, թեկուզ հիմա դատապարտություն չկա մեզ փրկվածներից համար, 8-րդ գլուխ 1-ի համարում, եւ մենք էլ մարմնավորի մեջ չենք, այլ հոգու մեջ ենք, 9-րդ համար, Քրիստոսը մեր մեջ է, 10-րդ համար, Հոգին ինքը այդ ամենը վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, 16-րդ համար, բայց անցնում ենք նեղությունների ու տառապանքի միջոցով, 17-18 համարը, եւ այդ տառապանքների մեջ հեծեծում հառաչում ենք սпасելով մեր փրկությանը 23 համար, բայց ինչքան էլ փրկված, արդարացված, մաքրված ենք, մենք հաճախ տկարանում ենք, մեղքեր ենք գործում, մեր միտքը հաճախ չի գիտակցում, թե ոնց եւ երբ պետք է աղոթք անենք, կամ աղոթելից 100%-ով հաճախ չենք կարող ասել, թե արդյոք Աստծո կամքի մեջ աղոթեցինք, թեկուզ առաջին հայացքից կարող է թվալ, թե լավ բաներ ենք աղոթում, այսինքն, թեպետ մենք փրկված Աստծո զավակներ ենք, բայց մեր միտքը դեռ կատարյալ չի, նա տկարությունների մեջ է, նա այս տկար մարմնի մեջ է եւ մեր միտքը լավ չի աշխատում, ինչպես որ պետք է, եւ մեր սիրտը ճիշտ չի ցանկանում ամեն ինչ որ պետք է, եւ մեր մարմինները հաճախ մեղանչում են, որը որ պետք չէ, հասկանում եք, եւ այս ամենի մեջ Սուրբ Հոգու դերն է արդեն խաղում մեր կյանքի մեջ, ինչպես, այսպես էլ Հոգին, դուք նայեք տեսեք ուշադիր կխնդրեմ ոնց է սկսում, այսպես էլ Հոգին, ինչպես, այսքան տեսեք, մեր խարիզմատներին ես հաճախ եմ ասում, Աստծո խոսքը իրարից անկախ արտահայտությունների բառերի հավաքածու չէ, խաչ բառ չի, սենց անիմաստ մեկը մեկուն կպցրել են, որ ինչ-որ մի բան ստանան, այդպես չի, այնպես էլ Հոգին, սա կապում է արդեն մեր տեքստի հետ, ընդհանուր տեքստի հետ, պատկերի հետ, եւ ինչպես Մատթեոս ավետարան 5-րդ եւ 7-րդ գլուխները, չէ, ինչքան սերտ կապված են իրար հետ, լեռան քարոզը, այդպես էլ 6, 7, 8 գլուխներն են իրար հետ կապված, այսինքն այս համատեքստում պետք է նայել, որը որ հետագայում անգամ մենք տեսնում ենք Սուրբ Հոգու մասին խոսելից, արդեն խոսում է 28-ից 30 համարներում, արդեն մեր նախասահմանության մասին է խոսում, ինչ կապ ունի Գոր Մեխակյան, Կարեն Թադևոսյան, Արտուր Սիմոնյաններ եւ այլ, ինչ կապ ունի լեզուներով աղոթքի հետ, բայց եկեք մենք փորձենք գոնե հասկանալ, այստեղ Պողոսը բացահայտում է անչափ մխիթարական ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին մխիթարում է մեզ եւ բոլոր արարածներին մեր հառաչանքում Աստծո վերականգնման օրվա եւ նրա արդարության հավիտենականության թագավորության համար։ Մեր մարդկային բնույթի եւ մեղանչելու ու կասկածելու մեր հավանականության պատճառով Սուրբ Հոգին զորացնում է մեզ մեր թուլությունների մեջ։ Այս համատեքստում թուլությունը հստակորեն վերաբերվում է մեր մեղավոր վիճակին ընդհանրապես, այլ ոչ թե որևէ կոնկրետ թուլության։ Մենք ընդհանրապես թույլ ենք, ընդհանրապես տկար արարածներ ենք։ Եվ եթե մենք մեզ ուշադիր զնենք օրվա առօրյայի մեջ, մենք կհայտնաբերենք, որ մենք շատ տկար անձնավորություններ ենք։ Հարցն այն է, որ նույնիսկ փրկությունից հետո մեր մեջ հոգևոր թուլություններ են դրսևորվում եւ անգամ շատ։ Հոգու գործը բացատրելու համար Պողոսը անդրադառնում է աղոթքի թեմային։ Չնայած մենք փրկագնված ենք եւ բացարձակապես անվտանգ, որպես Աստծո որդեգրված զավակներ, մենք չգիտենք, թե ինչի համար աղոթենք եւ ինչպես աղոթենք, ինչպես պետք է աղոթել։ Մեր կարճատեսության, սահմանափակ ինտելեկտի, մարդկային թուլության եւ հոգեվոր սահմանափակումների պատճառով մենք չենք կարողանում աղոթել Աստծո կամքին լիովին համապատասխան։ Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում հոգեվոր կարիքների գոյությունը եւ առավել եւս չգիտենք, թե ինչպես լավագույնս բավարարել դրանք։
Նույնիսկ քրիստոնյան, ով անկեղծորեն, ազնվորեն եւ պարբերաբար աղոթում է, կարող է չիմանալ Աստծո մտադրությունները իր կամ այն մարդկանց կարիքների համար, որոնց համար աղոթում է։ Հիսուսն ասաց Պետրոսին. «Ահա սատանան խնդրեց ձեզ մաղել ցորենի պես, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատքը չթուլանա, եւ երբ դու վերադառնաս, զորացրու քո եղբայրներին»։ Ղուկաս 22:31-32 համարները։ Բարեբախտաբար Պետրոսի համար Հիսուսը պահեց իր խոսքը, չնայած առաքյալի համար այս համառ քաջությանը, Պետրոսը ոչ միայն չէր կարող համեմատվել սատանայի հետ, այլև շուտով ցույց տվեց, որ իր նվիրվածությունը Քրիստոսին չէր կարող դիմանալ նույնիսկ մի քանի անծանոթների ծաղրանքին, եւ ուրացավ Տիրոջը 3 անգամ 54-56 համարներում, Ղուկաս 22-րդ գլուխ, 54-60 համարներում։ Որքան հրաշալի է, որ մեր հոգևոր անվտանգությունը հիմնված է Տիրոջ հավատարմության վրա, այլ ոչ թե մեր տատանվող նվիրվածությանը։ Այո, մենք տատանվող ենք։ Մենք Պետրոսներ ենք, մի կասկածեք։ Եվ իսկապես, եթե Սուրբ Հոգին թողի մեզ, սատանան մեզ կմաղի, կցրի րոպեների ընթացքում, կմոլորեցնի մեզ, կշեղի հավատքից դեպի իր ենթակայության տակ, ինչպես առաջ էինք։ Ինչպես այսօր շատ մոլորված այծեր կարծում են, թե հավատքի մեջ են, բայց դիվային ծառայություն են հստակ մատուցում իրենց Տիրոջը սատանային։ Լեզուների այս աղոթքի միջոցով, անունը հենց թեկուզ այդի դնենք, որը տեսնում ենք, որ այստեղ ընդհանրապես չի խոսում հավատացյալի արած աղոթքի մասին, այլ Սուրբ Հոգու բարեխոսության մասին։ Այնպես որ եկեք չպարծենանք մենք, որ ճշմարտության մեջ հարատևում ենք, որտեղ մենք ենք խելացի կամ զորավոր մեկը, այլ փառտնանք Տիրոջը մեր Աստծուն, որ նախասահմանեց եւ իր Հոգու միջոցով առաջնորդում է մեզ ամեն տկարությունների ժամանակ, մինչև մեր վերջնական փրկագնումը։ Մի օրինակ բերեմ, նույնիսկ Պողոս առաքյալը, ով այդքան մոտ էր Աստծուն եւ այդքան հավատարմորեն ու զոհաբերաբար հռչակում էր նրա ավետարանը, միշտ չէ, որ գիտեր, թե ինչպես լավագույնս աղոթել։ Նա գիտեր օրինակ, որ Աստված թույլ տվեց սատանային վնասել իրեն որոշակի մարմնի խայթով։ Այս ցավը Պողոսին պաշտպանեց հպարտությունից, որպեսզի նա չդառնա անբարտավան, քանի որ հափշտակվել էր դրախտում։ Բայց հետո Պողոսը հոգնեց այս հիվանդությունից, որը անկասկած ծանր էր, եւ նա ջերմեռանդորեն աղոթեց դրանից ազատվելու համար։ Երբ Պողոսը 3 անգամ աղրսեց Տիրոջը թեթևացում խնդրելու համար, Տերն ասաց Պետրոսին, որ նա պետք է գոհ լինի աստվածային շնորհի առատությամբ, որը նրան աջակցել էր իր փորձության ընթացքում։ 2 Կորինթացիների 12-րդ գլուխ 3-9 համարներն են պատմում։ Պողոսի խնդրանքը չէր համապատասխանում Տիրոջ մտադրություններին այդ պահին։ Թեպետ նա տեսեք, լավ բան էր խնդրում, իր առողջության համար էր խնդրում, չէ՞, բայց չէր համապատասխանում Աստծո կամքին։ Այսօր այդ կեղծ ուսուցիչները ասում են Աստծո կամքն է, չէ՞ բարին, հնդետես, ուրեմն բժշկվել է Աստծո կամքն է, որովհետև դա բարի է։ Իմաստը Պողոսը իր սիրելի, որ Քրիստոսի ձեռքի ամանն էր, ոսկե այդ ամանն էր, որ հեթանոսներին կերակրեց, Աստծո կամքը չէր, որ Պողոսը պետք է բժշկվեր։ Հասկանում եք, տեսեք, այնքան բաներ կա, որ գիտեք, մարդկային վերլուծություններով երբ որ նայում ես, այլ պատկեր ես ստանում, բայց Աստծո աշկերով այլ պատկեր։ Նա մեր կարիքները ներկայացնում է Աստծուն։ Տեսեք, Պողոսի խնդրանքը չէր համապատասխանում Տիրոջ մտադրություններին այդ պահին։ Նույնիսկ երբ մենք չգիտենք, թե ինչ է Աստված ուզում, մեզ մոտ բնակվող Հոգին բարեխոսություն է անում մեզ համար։ Նա մեր կարիքները ներկայացնում է Աստծուն, նույնիսկ երբ մենք չգիտենք, թե դրանք ինչ են կամ երբ ինչի համար պետք է աղոթենք։ Հոգին անգամ մեր սրտի ցավը, կյանքի տառապանքը, որի միջով մենք անցնում ենք,
բայց հաճախ դրանց համար չենք էլ աղոթք անում, հոգին ինքը ներկայացնում է հորը։ Պողոսը շեշտում է, որ հոգին ինքը օգնում է մեզ։ Նրա աստվածային օգնությունը ոչ միայն անձնական է, այլև անմիջական։ Հոգին ոչ միայն ապահովում է մեր անվտանգությունը, այլև ինքը մեր անվտանգությունն է։ Պողոսն ասում է, որ հոգու բարեխոսությունը մեզ համար բացարձակապես անհասկանալի է, որ նա բարեխոսում է այնպիսի խորը հառաչանքներով, որոնց խոսքերը չեն կարող արտահայտվել, լսելի չեն, արտասանելի չեն, ասում է անարտասանելի հեծեցանքով։ Հակառակ մեծամասնության խարիզմատների համոզմունքին, հոգու հառաչանքները անծանոթ լեզուներով խոսելը չեն, եւ առավել եւս անիմաստ, էկստատիկ անհեթեթությունը չէ։ Պողոսը հստակ նշում է, որ այս հառաչանքները լսելի չեն, սակայն այս ողբերը խորը ուղերձ են փոխանցում, այն է աստվածային աղերսը յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր բարեկեցության համար։ Անսահմանորեն գերազանցելով մեր հասկացողությունը, այս հառաչանքները ներկայացվում են երրորդության մեջ հաղորդությանը, Սուրբ Հոգու դիմելը հորը, Առաջի Կորինթացիների 2-11 համարը, որովհետև մարդկանցից ով գիտի մարդու ներքուստ, եթե ոչ մարդու հոգին, որ նրա մեջ է, այնպես էլ ոչ ոք չգիտի Աստծո բաները, եթե ոչ Աստծո հոգին։ Մենք արդարացված եւ արդար ենք մնում Հոր Աստծո առաջ միայն այն պատճառով, որ Որդին եւ Սուրբ Հոգին որպես մեր մշտական պաշտպաններ եւ միջնորդներ ներկայացնում են մեզ Հոր առաջ։ Միայն մեր համար այս անդադար եւ համատեղ աշխատանքի միջոցով մենք կկարողանանք մտնել դրախտ։ Քրիստոսը կարող է լիովին փրկել նրանց, ովքեր նրա միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև նա միշտ կենդանի է նրանց համար բարեխոսելու համար։ Եբրայեցիների 7:25-ը այսպես է ասում, Եբրայեցիների 7:25-ը. Ուստի նա ով կարող է լիակատար փրկել բոլոր նրանց, ովքեր իրենով են մոտենում Աստծուն, քանի որ նա հավիտյան ապրում է նրանց համար բարեխոսելու։ Հիմա նույն կերպ հոգին է բարեխոսում Հայր Աստծուն։ Բարեխոսում է, մենք չգիտենք ինչ աղոթենք, ոնց աղոթենք, ինչ է պատահել։ Ես չգիտեմ օրինակի համար վաղը ինչ կլինի, կամ այս պահին ես անցա փողոցով, ինչ պատահեց, որ ես օրինակի համար ազատվեցի։ Հոգին ինքը, որ ես տեղյակ չեմ, դա մեր ֆունկցիայի, գործողության, մեր ձևի, մեր բառերի անիմաստ արտահայտությունների մեջ չէ, այլ հոգին ինքը իր սուրբ երրորդության միաբանության մեջ, կապի մեջ ինքը բարեխոսում է մեր փոխարեն։ Քրիստոսի աստվածային փրկագործական գործը սկսում է հավատացյալի հոգում նրա դարձի պահից եւ չի դադարում մինչեւ այդ սուրբը չգնա երկինք, փառավորված եւ Աստծո արդարությամբ օժտված, քանի որ Քրիստոսի ողջ արդարությունը պատկանում է նրան։ Սա ապահովում է մեր Տիրոջ երկնային քահանայապետական գործի եւ երկրի վրա բնակվող Սուրբ Հոգու շնորհիվ, որը նաեւ յուրաքանչյուր հավատացյալի համար ապահովում է աստվածային որդեգրում եւ երկնային ճակատագիր։ Եթե չլիներ մեր մեջ գտնվող պահպանվող զորությունը եւ Քրիստոսի որպես քահանայապետի անընդհատ միջնորդությունը, որը Եբրայեցիների 7:25-ն է ասում, մեր մեջ մնացած մարդկային բնույթը մեզ կքաշի նոր մեղքի մեջ, արդարացման թեկուզ պահից սկսած։ Եթե Քրիստոսը եւ Սուրբ Հոգին մի պահ ընդհատեին իրենց բարեխոսությունը մեզ համար, մենք անմիջապես կընկնեինք Աստծուց բաժանված մեղավոր դատապարտելի վիճակի մեջ։ Եթե նման ուրացում տեղի ունենար,
Դա կնշանակեր, որ Քրիստոսի հանդեպ հավատը մեզ տալիս է միայն ժամանակավոր հոգևոր կյանք, որը կարող է կորչել ցանկացած պահի։ Սակայն Հիսուսը առաջարկում է ոչ միայն կյանք, այլև հավերժական կյանք, որը ըստ սահմանման չի կարող կորչել։ Հիսուսը հավատացյալների մասին ասաց այսպես. Հովհաննես 10:28 համար. Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց ինձ ձեռքից չի հափշտակի։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալը եւ հավիտենական կյանքը ունենալը հոգեվոր հոմանիշներ են սրանք։ Եթե որդու եւ հոգու աջակցող միջնորդական աշխատանքը չլիներ հավատացյալների համար, Սատանան եւ նրա կեղծ ուսուցիչները կարող էին հեշտությամբ խաբել Աստծո ընտրյալներին, ինչպես ասում է Մատթեոս 24:24 համարը, եւ խոչընդոտել նրանց փրկությունը։ Ինչպես տեսնում ենք այսօր շատ կեղծ ուսուցիչներ, թե ոնց են մոլորեցնում հենց շատերին։ Ստացվում է, որ նրանք ընտրյալներ չեն, թեկուզ բարձրաձայն եմ ասում, բայց նրանք ընտրյալներ չեն, որովհետեւ Տերը կարծես թույլ է տվել, որ նրանք մոլորվեն, բայց այն մարդիկ, ովքեր որ չեն մոլորվում, սա Տիրոջ շնորհն է, կեղծ ուսմունքներից չեն մոլորվում, որ լեզուներա գնացեք, բլբլացեք, ձեր փրկությունը երաշխավորված է։ Բայց եթե սա հնարավոր լինել, Աստծո ընտրությունը անիմաստ կլիներ։ Սատանան գիտի, որ առանց որդու եւ հոգու աջակցող գործի հավատացյալները անօգնական կլինեին, եւ իր ինքնահավան հպարտությամբ նա ապարդյուն պատերազմ է մղում աստվածային այս երկու անձերի դեմ։ Նա գիտի, որ եթե ինչ որ կերպ կարողանա խափանել նման աստվածային պաշտպանությունը, փրկված հոգիները կկորցնեն իրենց շնորհը եւ կրկին կդառնան իրենը։ Սակայն Քրիստոսի եւ Սուրբ Հոգու անդադար գործը դա անընդհատ անհնար է դարձնում։ Սրտերը քննողը գիտի, թե ինչ է հոգու խորհուրդը, շարունակում է Պողոսը։ Քննողը Աստված Հայրն է, որը սրտերը գիտի։ Եթե Հայրը գիտի մարդկանց սրտերը, ապա որքան ավելի գիտի հոգու մտքերը, Սուրբ Հոգու մտքերը։ Հայրը ճշգրիտ գիտի, թե ինչ է մտածում հոգին, որովհետև նա բարեխոսություն է անում սրբերի համար ըստ Աստծո կամքի։ Քանի որ հոգու եւ հոր կամքը համընկնում են, եւ քանի որ Աստված մեկն է, Պողոսի հայտարարությունը հասկանալի է դառնում, որ Սուրբ Հոգին բարեխոսում է սրբերի փոխարեն։ Եվ նա շեշտում է այս ճշմարտությունը հավատացյալների խրախուսելու համար, քանի որ Աստվածության երեք անձերն էլ միշտ միավորված են եղել իրենց էությամբ եւ կամքով։ Նրանց մեջ հաղորդակցությունը պարզ է դառնում այս կոնտեքստով, բայց միևնույն ժամանակ սա մեծ առեղծված է։ Այս տեքստում Պողոսը շեշտում է աստվածային միջնորդությունը, որն անհնար է հավատացյալներին իրենց հավերժական հույսի մեջ պահելու համար։ Մենք չենք կարող հասկանալ այս զարմանալի ճշմարտությունը, ինչպես չենք կարող հասկանալ, այնպես էլ չենք կարող հասկանալ Աստծո փրկագնման ծրագիրը որևէ այլ կողմ։ Բայց վստահ գիտենք, որ Քրիստոսը Հայր Աստծուն խնդրելով ուղարկել է իր Սուրբ Հոգին։ Ոչ միայն վերածնելով մեզ, այլ նաև այս թվացյալ տառապանքների ժամանակ, չարի հարձակումների ժամանակ բարեխոսի մեր փոխարեն, պահի մեր հավատքը, զորացնի մեզ նեղությունների ժամանակ, պաշտպանի մեր շահերը, չարից փրկի եւ իր նախախնամությամբ մեզ հասցնի երկնային տուն, որտեղ մեզ կդիմավորի մեր համար կյանքը տված մեր սիրելի Հիսուս Քրիստոս Փրկիչը, որին փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Եկեք գործնական քայլեր նայենք եւ ավարտենք։ Իմ սիրելի քույր եղբայրներ, այս չարչարանքները արժանի չեն հիշեք միշտ,
այն գալիք փառքին համատվելու։ Մենք բոլորս անցնում ենք տառապանքի միջոցով, երբեմն արտահայտվում ենք, կիսում ենք իրար հետ, երբեմն չենք ուզում անհանգստացնել մեր քույր եղբայրներին, բայց անցնում ենք դժվարության մեջ։ Բայց հիշեք, ինչպես Մակդոնալդն ասաց, հա, որ մոծակի խայթոցի պես եք հիշելու, այդ բանը ուղղակի հիշեք ձեր նեղությունների մեջ։ Հիշեք եւ երբեք մի տրտնջացեք։ Հիշեք, որ Աստված ձեր հետ է։ Աստված ձեզ նախասահմանել է փրկության համար, փառավորման համար։ Եվ ամեն լավ բանի մարդը միշտ հասնում է դժվար ճանապարհներով։ Հետևաբար մենք ոչ ոքից լավը չենք։ Մենք այս աշխարհի մի մասն ենք կազմում, որը նույնպես մեղքի հետևանքով անցնում ենք այս դժվար ճանապարհը։ Բայց հիշենք, որ մենք հույս ունենք։ Մեր հույսը հենց հենված է աստվածային խոստումների վրա։ Մեր հույսը մեզ չպետք է կոտրի։ Հիշեք, այս թեկուզ հենց այս քարոզը, այո, մենք ապրում ենք անիծված աշխարհում, ապրում ենք տկար մարմնի մեջ, ապրում ենք շատ դժվար փորձությունների մեջ, բայց մենք հույս ունենք։ Այդ հույսից մեկը հիմա մեր ներսում է, հենց ինքը Սուրբ Հոգին, որ մեզ չի թողնում։ Երբեմն եթե մենք անգամ մանկական տկարությամբ, հա, ինչ որ մանկական բաներ ենք խնդրում, վստահ եղեք Սուրբ Հոգին շտկում է մեզի եւ մեր փոխարեն ճիշտը բարեխոսելով փոխանցում է Հորը, մեր փոխարեն։ Նա մեզ մխիթարում է ամեն իրավիճակում հիշեք ձեր մեջ բնակվող Սուրբ Հոգու մասին։ Հիշեք, որ թեկուզ ինչքան էլ դու հիմա տկար հավատացյալ ես, թույլ ես գիտության, բայց սիրում ես Քրիստոսին, ձգտում ես նրա պատվիրանները պահելու մեջ, ուրեմն հիշիր, դա հենց արդեն իսկ Սուրբ Հոգու այդ վառվող ցանկությունն է, որ դրել է քո մեջ, եւ նա հենց առաջնորդում է դրան։ Եվ մի օր պարզապես դու ես արդեն խորհուրդ տալու այն տկարներին, ովքեր որ այս փորձությունների մեջով են անցնում։ Այնպես որ մենք տեսնում ենք այստեղ ստեղծագործության ողբը, հավատացյալների ողբը եւ Սուրբ Հոգու ողբը մեր համար, նրա հառաչանքը, նրա ցավը մեր համար, որ քաշում է մեր մեջ կարծես թե ամեն օր։ Եկեք փառք տանք Տիրոջը եւ աղոթքով ավարտենք։